Թողտերը փարավորվի, խորնել լավ երկվավ փակտիրոջը, որ սրտանց և հավատքով էր, ես կնել, ու երբ որ ես երկին կմիանա սրտով ոգով, եղբայրներ քույրեր, Աստված մեզի հավատքով տանում է դեպի Գողգոթա այնտեղ, տեսնելու համար աստվածային զոհաբերությունը մեզ համար, որ Տեր Հիսուս կատարեց սեփական կամքով, սեփական սիրով և հոժարությամբ մեզ փրկելու համար, մեզ իրան միացնելու համար, սիրելի եղբայրներ քույրեր, ինք է լավ խաչը, որպեսզի իր այրունով փրկագնե մեզ, որպեսզի մենք այսօր կարողանանք իր առջև կանգնել և որպես մեր երկնային Հայրը կարողանանք իրան միանալ, կարողանանք իր հետ հաղորդակցվել որպես որդիներ, ունենալով հավիտենական կյանքի հույս։ Թող Աստված փառավորվի, որպես ես լրացնեմ այս երկի բառերը, եղբայրներ քույրեր, ես ուզում եմ կարդալ 22-րդ Սաղմոսից, այնտեղը երկի մեջ շեշտում է 22-րդ Սաղմոսի առաջի բառերն են. Աստված իմ, զիս ինչու թողուցիր։ Եվ Տեր Հիսուսը մենք գիտենք, որ եկավ մի պահ, երբ որ մեր ամեն մեկի մեղքերը ծածկեց իրան, ծածկեց իր երկնային հորից, եղբայրներ քույրեր, մեր բոլորի մեղքերը դրվավ իր վրա և Աստված այդ պահին թողեց իր սիրելի միածին որդուն։ Նա թողեց տանջանքների մեջ և այժմ մեջ, որպեսզի քավություն կատարի, որպեսզի նրանք, ովքեր հավատան Տեր Հիսուս Քրիստոսին, Աստված նրանց աշտար հայտարարի։ Եվ ասուն հարկավոր էր, որպեսզի երբ որ մեզ ինքը աշտար հայտարարի, մեղավորին ինչպես աշտար հայտարարեր։ Նա պետք է այդ զոհաբերությունը նախապես կատարեր, որպեսզի ով որ նրան հավատա, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ այդ հավատքով ինքը մեզ աշտար հայտարարեր և ինքն էլ աշտար մնալ։ Դադավոր չի կարող, եղբայրներ քույրեր, մեղավորին աշտար հայտարարել, ուղղակի գիտենալով, որի մեղքերը ապացուցված են, իսկ մեր մեղքերը, եղբայրներ քույրեր, մենք արժանի ենք այն խաչը, որտեղ Տեր ելավ, մենք պետք է ելնենք, բայց Աստված իր սիրելի որդուն հանեց, որովհետև մենք չենք կարող այդ զոհաբերությունը կատարել, և Դավիթն էլ իր սաղմոսների մեջ ասում է. դու զոհի և պատարագի, խոյի և նոխազի չես հաճել, որպեսզի զանիկա մատուցանեմ, հապա ասում է Աստծոյ զոհը կոտրած հոգին է, խոնարհ ու կոտրած սիրտ է, ով Աստված, դու չես անարգեր։ Սա սաղմոսների մեջ է գրված, եղբայրներ քույրեր, ես անգիր ասի ժամանակ չունիմ կարդալու։ Թող Աստված տա, որպեսզի մենք այսօր ունենանք այդ խոնարհ սիրտը Աստծո առջև, գիտենալով, որ մենք ոչ մի պատարագ չունենք Աստծուն մատուցանելու։ Մեզ Իլիարամ եղբայրը խոսեց պտուղի մասին, բայց մեր պատարագը մեկն է, Աստված ասում է, որպեսզի դուք էլ ձեր սրտի խորքից մատուցանեք Աստծուն հաճելի հոգևոր պատարագներ, այսինքն ձեր շրթունքների պտուղը, որը իր անունը կդավանի, իր սուրբ և պատվական անունը։ Երբ որ մենք թաղվում ենք շնորհակալության աղոթքով, սա է մեր մեծագույն պատարագը, այլապես մենք ինքներս առանց Տեր Հիսուսի միջնորդության, առանց Սուրբ Հոգու ով կարող է պտուղ բերել։ Բերելով շատ պտուղ կբերենք, եղբայրներ քույրեր, բայց նրանք կլինեն միայն չար պտուղներ, որ ասուն կանարգենք մենք շատ անգամ, որ ասուն փառք չի բերի և որն է նրան հաճելի լինել չի կարող։ Մանրապես մենք կարող ենք միայն բոլորս էլ այդպիսի պտուղ բերել, բայց երբ որ Տեր Հիսուսի հոգին մեր մեջ կատարում է իր աշխատանքը, մենք լսում ենք Աստծո ներկայությամբ, իր խաղաղությամբ, որի համար Տեր Հիսուսը խաչվել է, իր խոնարհությամբ, իր աստվածպաշտությամբ, այն ժամանակ Աստծո ողորմությամբ, Աստված մեր մեջ կբերի այդ պտուղները իրան հաճելի։ Մենք ոչ մի պտուղ իրան հաճելի չենք կարող բերել։ Նույնիսկ Պողոս առաքյալը շեշտում է ասելով. իմ մեջս բարի բան չկա։ Եթե Պողոս առաքյալի մեջ, որ իր ամբողջ կյանքը նվիրեց Աստծուն, և մենք գիտենք, որ Պողոս առաքյալը իր կյանքի վերջում, որի մասին խոսեց մեր Արամ եղբայրը, որ չգիտեմ որը ընտրեմ, մնամ այստեղ բարի պտուղների համար, Աստծո ժողովրդին ծառայելու համար, բայց դա ինքը չէր բերողը, ինքը գիտեր, որ Աստված էր բերում։ Նա ասում է իմ մեջ բարի բան չկա, ինչպես կարող էր ինքը բարի պտուղ բերել։ Եվ ասում է չգիտեմ, թե նաև որ ընտրեմ, երկինք ընտրեմ, ասում Աստծո մոտ լինելը և Տեր Հիսուսի հետ նրան մտերմության մեջ ապրելը
ինձ համար շատ մեծ ուրախություն է։ Նա ուներ այդ մտերմությունը, չենք չասենք, թե երկրի վրա ինքը զրկված էր այդ մտերմությունից, ոչ սիրելիներ, նա զրկված էր այդ մտերմությունից այնքան ժամանակ, քանի դեռ սրտով չէր տարել Տիրոջը։ Մենք գիտենք, որ Պողոս Արաքյալը հրի ազնվորություն էր, ամբողջ բոլոր հրեական վարդապետության մեջ, աստվածպաշտության մեջ, եւ իրան թվում էր, երբ որ ինքը հալածում էր Քրիստոսի եկեղեցին, ինքը ասում մեծ ծառայություն է մատուցանում։ Բայց երբ որ Տեր Հիսուս Դամասկոսի ճանապարհին նրան հանդիպեց եղբայրներ քույրերը, ինքը Աստծո լույսից կուրացած ներքև ընկավ, ասելով ով ես դու Տեր։ Տեր Հիսուս ասեց ես եմ Հիսուս, որ դու կհալածես, դժվար բան է քեզի խթանի դեմ կից զարնել։ Եվ ասեց ինչ կուզես որ ընեմ Տեր։ Եվ այդ պահից սկսած մենք գիտենք, որ Պողոս Արաքյալը արավ այն, ինչ որ Աստծուն էր հաճելի։ Ու երբ որ իրան խնդրեցին, թե մի գնա Երուսաղեմ մի գնա, որովհետև այնտեղ մարգարեները ասում էին, որ նրան համար սպասվում է նեղություն, կաբանքներ եւ դատապարտություն, եւ մեծ նեղություն, դժվարություն ու չարչարանք, ինքը ասեց. ես հետ չեմ մնա իմ ճանապարհից, որովհետև ասում է, ես ոչ թե միայն իմ կյանքը ասում է, ոչ թե միայն պատրաստ եմ նրա համար կապվելու, հապա նաեւ Տեր Հիսուսի անվան համար իմ կյանքս էլ դնելու։ Ով էր փոխել Պողոս Արաքյալին։ Միայն Աստծո սերը, եւ ինքը կարող էր փոխել, եւ Պողոս Արաքյալը հավատքով ասեր, հավատքով գնար դեպի մահ, եղբայրներ քույրեր։ Եվ մենք վերջում գիտենք, թե նրան երբ որ Հռոմում նրան գլխատել են Հռոմում, 3 անգամ գլխատվելուց հետո կանչել է Հիսուս բարը, եղբայրներ քույրեր։ Թող Աստված օգնի, որպեսզի նրան չեն խաչել Պետրոս Արաքյալի նման, մենք գիտենք Պետրոս Արաքյալն էլ գլխի վրա խաչվեցավ, նրան չխաչեցին, որովհետև սերներ ինքը հռոմեական քաղաքացիություն ունեին, դրա համար իր գլուխը կտրեցին, եղբայրներ քույրեր։ Եվ կատարվեց Աստծո բոլոր նախազգուշացումները Արաքյալների համար։ Եվ այստեղ է Տեր Հիսուս ասում է, Աստված իմ, զիս ինչու թողուցիր։ Նրա համար սանր էր Աստծուց բաժնվելը, նա բաժնվում էր մեր մեղքերի համար, բայց այդ ամենը ինքը կրեց, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Եվ այս 22-րդ Սամոսի մեջ Դավիթ թագավորի բերանով ինքը ասում է. ջուրի պես թափվեցա, 22-րդ Սամոս 14-րդ խոսք, եղբայրներ, խնդրեմ գցեք։ Ջուրի պես թափվեցա, ու բոլոր ոսկորներս քաղաքվեցան, սիրտս մոմի պես եղավ, հալեցավ փորից մեջ, չորացավ իմ ուժս հողի ամանի պես, ու լեզուս քիմքիս փակվավ, ու զիս մաբան հողը տրիր, վասնզի շուները 4 կողմս արին, չայրուն ժողովը զիս պատեցին, ձեռքերս ու ոտքերս ծագեցին։ Իմ բոլոր ոսկորներս կնամ համրել, անուն կնայեն զիս կտեսնեն, իմ հանդերձներս իրանց մեջ կբաժնեն ու պատմուճանից վրա վիճակ կցեկեն։ Եղբայրներ քույրեր, Դավիթ թագավորի բերանով կատարված այս մարգարեությունը, որը Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց 1500 տարի պլյուս մինուսով այդքան առաջ կատարվել է, մանրամասն ամենայն մանրամասնությամբ տարով եւ ստորակետով կատարվեց։ Եվ իր հանդերձները, երբ որ ինքը խաչի վրա էր սիրելի եղբայրներ քույրեր, ինքը նայում էր, թե ինչպես իր հանդերձները հիշում էր նաև այդ մարգարեությունը, որ իր հանդերձների համար գրված էր, որ իր հանդերձները իրանց մեջ կբաժնեն ու իր պատմուճանի վրա վիճակ կցեկեն։ Նրանք չեն կտրում այդ հանդերձը, որովհետև գործված էր վերիսվար եղբայրներ քույրեր։ Եվ այդ մասին մանրամասն ասում է Տեր Հիսուսը մարգարեության մեջ։ Ինչի համար Դավիթի բերանով, որովհետև Դավիթ մարգարեն սերներ ամենքից ավելի մոտ էր սրտով հոգով Տիրոջը։ Նա Տիրոջ հետ մտերմություն ուներ, նրա բոլոր սաղմոսները երկերը վերաբերում էին հենց անձամբ Տեր Հիսուսին, ինչքան շատ մարգարեություններ է կատարվել Տեր Հիսուսի վերաբերյալ Դավիթ թագավորի միջոցով։ Եվ այս ամենակարևոր մարգարեությունը, որը Տեր Հիսուսը պետք է գիտեր, որ պետք է կատարվեր, նա կատարում է Դավիթի բերանով որպես ամենահարազատ մեկի։ Այսօր սերներ, Աստված մեզ նույնպես այստեղ կանչել է, որպեսզի մենք էլ իր հետ վերականգնենք մեր սերը, որդիական սեր եւ հարազատությունը։ Երբ որ Տեր Հիսուսին ասեցին, թե Տեր ինչպես մենք աղոտ կանենք, սովորեցում մեզ աղոտ կանել, նա ասեց. աղոթեք այսպես, ով հայր մեր, որ երկինքն ես,
քո անունդ սուրբ լինի։ Այո, եղբայրներ, քույրեր, եթե մենք նրան դավանենք որպես մեր հայրը, հավատանք, որ նա պատրաստ է մեզ որպես որդու ընդունելու, ինչպես գրված է Հովհաննես առաջի ավետարանի առաջի գլխի մեջ, բայց ասում է յուրայիններին եկավ, յուրայինները զինք չընդունեցին, բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիները լալու, որոնք ոչ թե մարմնից եւ ոչ թե այրունից եւ ոչ թե մարդու կամք է, հապա Աստծոց մեծանան։ Եվ ասում է Աստված Տեր Հիսուսի համար որ մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեցավ, մենք տեսանք նրա փառքը շնորհքով եւ ճշմարտությունով լեցուն միասնի փառքին պես։ Եղբայրներ, քույրեր, այսօր այդ բանը է, որ Աստված ուզում է մեզ սրտով իրան մոտեցնել։ Ուզում է որպեսզի մենք սրտով իրան ընդունենք որպես օր եւ մեր կյանքի բոլոր խնդիրները Տերը պատրաստ է լուծելու։ Սերներ, ես ուզում եմ Սաղմոսներից մի երկու համար կաշտալ մտերմության համար, եղբայրներ, քույրեր, թե Աստված ինչ էր անում մարդկանց համար։ Ասում է Սաղմոս 2-ն, Դավիթի Սաղմոսն է, ասում եմ շփոթությանս մեջ ասի, թե ես քո աչքերդ ընկա, սակայն դու իմ աղոթքիս ձայնը լսեցիր, երբ քեզ աղաղակեցի։ Ինչքան ժամանակ է մեզանից ամեն մեկի հետ այդպիսի բան կատարվել, որ մենք եղբայրներ, քույրեր մտածել ենք, դգարացել ենք, մեղքեր ենք թույլ տվել ու մտածել ենք, թե ընկա ես Տիրոջ աչքերից։ Այլևս ինչպես նայեմ երկինք, ինչ աղոթք բերեմ, իմ աղոթքը սպղծությունը արդեն Աստծո առաջ, ավելնորդ է իմ աղոթքել նույնիսկ, բայց այն ժամանակ, երբ որ քո մեջ ուժս գտե Աստծո այցելության ու ողորմության համեմատ իրան աղաղակելու տեսել ես, որ ինքը քեզ չի թողել, հապա պատրաստ է իր սիրով հայրական ողորմությամբ նորից քո մեղքը ներելու, քեզի այցելություն անելու, օրհնություն եւ ողորմություն բերելու, որպեսզի դու կենտանանաս եւ ապրես, ոչ թե մեղքի ծառա լինելով, ոչ թե մեղքի ու մահվան համար ապրես, մեռնելու համար այլ ապրես, ապրելու համար Քրիստոսով։ Մեկ ուրիշ համար էլ բերեմ սերներ։ Ասում է մեր եղբոր խոսածած ծերունու մասին։ Ասում է, բայց ես ամեն ատեմ պիտի հուսամ եւ քու գովաբանություններդ պիտի ավելցնեմ։ Բերանս պիտի պատմեք քու արտարությունդ, ամեն օր քու փրկությունդ, վասն ես անոնց համրանքը չեմ գիտեր։ Ինչքան է Աստված մեզ ողորմություն արել, անհույս տեղից կանգնեցել, հիվանդ տեղից ոտքի անել, ինչքան ենք անհույս տեղից, որ բացարձակ հույս չենք ունեցել, ապրեցել է։ Եվ դրա համար, եղբայրներ, քույրեր, ասում է նաև Սաղմոսի մեջ, սա արդեն 95-րդ Սաղմոսի, նայեմ ով է գրել, չի գրած, թե ով է գրել Սաղմոսը, երևի էլի Դավիթն է գրել, սիրելիներ, ավելի շատ ես պես եմ ենթադրում, ուրեմն 94-րդ Սաղմոս 17-րդ խոսքը, եթե Տերը ինձի օգնական չլար, քիչ պիտի մնար, որ իմ անձս լռության տեղը բնակվեր, լռության տեղը որտեղ է, գերեզմանները, եղբայրներ, քույրեր, երբ կսեի իմ ոտքս կսասանի, ով Տեր քու ողորմությունդ զիս կհաստատեր։ Նորից եմ կարդում, երբ կսեի, թե իմ ոտքս կսասանի, այլևս հույս չունեմ կանգնած մնալու նույնիսկ, ով Տեր քու ողորմությունդ զիս կհաստատեր։ Իմ ներսիդիս, հոգուս, հոգսերի շատացած ատենը, քու մխիտարություններդ իմ անձս կուրախացնեն։ Ես ասեմ, սերներ, որ Աստծո մխիտարությունը վերաբերում է ոչ միայն նրան, որ կարող է կանչել Աստծո անունը, ցնգի գալ աղոթք կենել, այլ Աստված նույնիսկ անհավատին, որը մեղքերի մեջ է, եղբայրներ, քույրեր, նրան էլ է մխիտարություն տալիս, նրան էլ է հույս տալիս, ուժ տալիս, եղբայրներ, քույրեր։ Նա չգիտի այդ մասին, բայց Աստված նրան ողորմություններ անում, անթիվ անհամար ստեղ Դավիթ ասավ, որ քո ողորմությունների համրանքը չգիտեմ ես, չեմ կրնա պատմեմ եւ ասեմ, եւ Աստված այդպիսի ողորմություն անում է ամեն մի անհավատ մարդու, նրան շանս տալու, որպեսզի ինքը ապաշխարի դառնա Աստծուն եւ փրկություն ունենա։ Եվ Աստված այդքան սիրով ու ողորմած է մեզանից ամեն մեկի նկատմամբ։ Միայն թե մենք պետք է հիշենք, սերներ, ոչ թե մեր գործերով, ոչ թե մեր արտարությունով, այստեղ այդ Սաղմոսի մեջ տեսեք, շեշտում է ասելով հետևյալը մի քանի անգամ, բերանս պիտի պատմեք քու արտարությունդ, ամեն օր քու փրկությունդ։
Վասնց ես անոնց համրանքը չեմ գիտեր։ Պիտի քայլեմ Տեր Եհովային զորությունով է։ Քու արտարությունը միայն քու գտ պիտի հիշեմ։ Իր արտարության մասին ինքը չի հիշում, որտեղ գիտի, որ այդ արտարությունը ոչինչ է։ Եվ ասում է քու արտարությունը պիտի հիշեմ։ Ով Աստված մանկությունից վեր սորվեցրեցիր ինձի, մինչև հիմա քո հրաշալի գործերդ պատմեցի, ու հիմա մինչև սերության ալևորության ատենս, որպեսի զիսմից եկերով Աստված, որպեսի պատմեմ քու կարողությունդ գալու ազգին, և քու զորությունդ այն ամենում, որոնք պիտի կան, և քու արտարությունն էլ շատ բարձր է, ով Աստված։ Իսկ մեր արտարության համար եղբայրներ քույրեր, մասին խոսք անգամ լինել չի կարող, Պողոս Արաքյալը շեշտում է այդ մասին, ասում է հետևյալը, եղբայրներ քույրեր, Հռոմայացիս 7-րդ գլխում, 7-րդ գլուխ 18-րդ խոսք։ 18-րդ խոսք։ Քանզի գիտեմ, որ իմ ներսիդիս, այսինքն իմ մարմնից մեջ բարի բանը չի բնակվիր։ Վասնզի կամեցողություն կա քովս, բայց բարինի գործ տնել չգիտեմ։ Ինք ասում է Պողոս Արաքյալը սա ընդհանուր խոստովանություն անում բոլորի առաջ եղբայրներ քույրեր, որ իր սրտի մեջ բարի բան չկա որպես մարդ։ Քանզի ոչ թե բանին, որ կուզեմ զայն կնեմ, ապա չարը, որ չեմ ուզեր զայն կնեմ։ Իսկ եթե չուզածս բանը կնեմ, ոչ թե ես կնեմ, ապա զանիկա ապա մեղքը, որ իմ ներսիդիս է։ Ուստի ես կգտնեմ օրենքը, սա մեղքի և մահվան օրենքն է, բոլոր մարդկանց պատած եղբայրներ քույրեր։ Ուստի գտնեմ օրենքը, որ երբ բարինենը կամենամ չար իմ քովս է, բանզի ներսի մարդուն նայելով Աստծո օրենքին կհավնիմ, բայց ուրիշ օրենք կտեսնեմ իմ անդամներիս մեջ, որ իմ մտքիս օրենքի մեջ կպատերազմի և զիսկերի կնեմ մեղքի օրենքին, որ իմ անդամներիս մեջ է։ Եվ Աստված նաև 8-րդ գլուխի ժամանակ չունիմ, Տեր Հիսուսի միջոցով ասեց հետևյալը. Բանզի այն, որ օրենքի համար անկարելի էր, որովհետև մարդը տգար էր մամնով, Աստված իր որդին ղրկելով մեղանչական մամնի նմանությամբ ու մեղքի համար և դատապարտեց մեղքը այն մամնի մեջ, որպեսզի օրենքի արտարությունը կատարվի մեր մեջ, քանի որ մամնորապես չենք քայլեր, հապա հոգևորապես։ Տեսակ հաղթության ճանապարհը։ Տեր Հիսուսը ցույց կտա մարդու մեղավոր բնույթը, Աստծո Սուրբ Հոգին նրա մեղավորությունը, անհույս մեղավորությունը, և մյուս դեպքում ցույց է տալիս Աստծո փրկության հաղթության ճանապարհը, որը Տերը բացեց իր խաչի ճանապարհով, եղբայրներ քույրեր։ Թող Աստված օգնի, իսկ այդ մասին, եղբայրներ քույրեր, նաև ասում է Եփեսացիս թղթի մեջ, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, 2-րդ գլուխ 4-րդ խոսք, բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր առած սիրովը, որով որ մեզ սիրեց, երբ հանցանքների և մեղքերի մեջ մեռած ենք, մեզ Քրիստոսի հետ կենտանացուց։ Դուք փրկված եք, դուք շնորհքով փրկված եք։ Եվ ասում է. Անորդ մեզ հարուցանեց ու նստեցուց երկնավորներ մեջ Քրիստոսով, որպեսզի գալու տարի մեջ ցույց տա շնորհքի գերազանց մեծությունը, իր շնորհքի գերազանց մեծությունը, որը մենք այստեղ չենք կարող բոլորը ընկալել, տեսնել, պատկերացնել, ունենալ, այդ երկնքում ավելի հայտնի պետք է լինի, եղբայրներ քույրեր։ Եվ ասում է. վասն շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ցեզմե, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործեր են, որ մեկը չպարծենա, Վազի մենք անոր ծերագործն են Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի անոնց մեջ քայլենք։ Եվ վերջի համարը ուզում եմ կատարել, եղբայրներ քույրեր, եւ աղոթքի կանք, վասնզի ամենքը մեղ գործեցին, սա արդեն գրված է Հռոմեացիս թղթի 3-րդ գլխի 22-23 համարից։ Վազի ամենքը մեղ գործեցին և Աստծոյ փառքեն պակսեցան, բայց անոր շնորհքով և Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ցերի կարտարանան, որ Աստված նախապես սահմանած է քավությունը լալու, եթե անոր այժմ հավատան։ Եվ այսօր, եղբայրներ քույրեր, Աստված կամեցել է իր ամեծագույն ողորմությամբ, որպեսզի մենք այստեղ հավաքվենք իր սուրբ ոտքերի ներքո, իր երեսը փնտրելու, հույսով հավատքով հավատալու, որ Հիսուսի այրունը եղել է ինձ համար, ինչպես մեղավորի հավիտենական փրկության համար եւ ավետարն ասում է, որ նրան հավատա, պիտի չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ մենք թողնելով մեր արտարությունը ամեն բան,
Դառնանք իրան ասելով, Տեր, ես ուզում եմ քեզ հետ հաղորդակցվել։ Ես եկել եմ ստեղ դուք բոլորդ այդքան ճանապարհ կտրելով եկել եք ստեղ, ոչ թե մեզ տեսնելու կամ ինչ-որ մի քանի երգ լսելու, թեկուզ նրանք շատ գեղեցիկ են, հնչյունք են, հոգևոր երգեր են մեզ կյանք տվող, ուժ տվող, բայց մենք եկել ենք ամենքից առաջ Աստծո հետ հաղորդակցվելու, որը սպասում է մեր եկնային հայրը, այդ սիրո հաղորդակցությունը, որ մենք ամենքս կարող ենք ունենալ իր հետ, երբ որ մենք խոնարհվենք իր առաջ, իր երեսը փնտրելու եւ ասելու Տեր, ես ուզում եմ քեզ ընդունել իմ սրտի մեջ, ընդունել քո արքայությունը, ընդունել քո կամքը, ինչպես Տեր Հիսուս աղոթք երավ Գեթսեմանի պարտեզի մեջ, ոչ թե իմ ուզածս լինի, հապա քո կամքը, ով հայր երկնային։ Այսօր մենք էլ ասենք քո կամքը լինի Տեր, քանզի իր կամքը բարի հաճելի եւ կատարյալ է, երկրամինակ մեկ բան կա, որ բարի հաճելի կատարյալ է, մեզ համար դա Աստծո բարի կամքն է, եղբայրներ քույրեր, թող Աստված տա, որպեսզի մեր հաղորդակցությունը այսօր Տիրոջ հետ երգի միջոցով, աղոթքի միջոցով թող լինի կատարյալ եւ հաստատուն, որ Աստված հետ փառավորվի, ամեն։